Բարեօր, դպոյնտի սիրելի հեռուստատողներ, դուք այսօր հենման կետում եք։ Հենման կետում այսօր այն մարդն է, որ շատ շատերի համար այս կյանքում եղել է իսկապես հենման կետ եւ շարունակում է մնալ հենման կետ նաեւ երկրի ու պետության համար։ Բարի երեկո, պարոն Սարգսյան։ Աստծո բարին, ուղղակի չգիտեմ այդ երբանից եմ հենման կետ եղել։ Եղել եք Այն պահից, երբ դարձաք Հայաստանի Հանրապետության վարչապետ ու դարձաք այն հանգամանքներում, որ, չգիտեմ, եղել եք նաև պաշտոնանկությունից հետո, ու այսօր էլ, ընդունեք։ Համոզեցիք։ Ես համոզելու չեմպիոն եմ։ Եվ այնուամենայնիվ եկեք անդրադառնանք վաղաշաբաթյան ընտրություններին։ Ես ուզում եմ, որ դուք գնահատական տակ ընդհանրապես ընտրություններին իբրև քաղաքական գործընթաց եւ ընտրությունների արդյունքին։ Արդյոք ընտրությունները, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները եղան այն ակնկալիքը, որ վաղարշաբաթին ուզում էր ստանալ, թե վաղարշաբաթին դուք ընտրարշավին մասնակցել եք, վաղարշաբաթիների հետ բազում հանդիպումներ եք ունեցել, ես ականատեսն եմ, որ ձեզ բազում էլ հարցեր են ուղղվել։ Մենք կարողացանք վաղարշաբաթու ակնկալիքը բավարարել, թե նա այնուամենայնիվ ինչ որ այլ բաներ ուզում։ Նախ վաղարշաբաթի մասով գերկարևոր է, որ ասեմ շնորհակալություն են 1241 մարդուն, ովքեր վստահեցին մեզ եւ իրենց քվեն տվեցին Հանրապետություն կուսակցությանը։ Պիտի իմ շնորհակալությունները հայտնեմ նաեւ մեր թիմին, մասնավորապես երիտասարդներին, որոնք այդ գործընթացը տարանփայլուն։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում չկա մեկ այլ ավելի մոբիլ թիմ, քան մեր երիտասարդական թիմը, որոնք անշահախնդիր լրիվ ինտուզիազմով ցանկացած պահի մտնում են գործընթացի մեջ, ինչպես մի ընկեր ունեմ ասում է Մայրբախ մեքենայի նման, ուղղակի սեղմում ես կոճակը, բժիկ ու շարժիչը սկսում է աշխատել, այդ կարգի թիմը, ինչը շատ ուրախացնում է ինձ, եւ այդ առումով նաեւ շնորհակալություն այդ երիտասարդներին։ Վաղարշաբաթի ընտրությունը իր բովանդակությամբ ուներ այո գործնական եւ քաղաքական ասպեկտ, գործնական ասպեկտում կար իշխանություն, որը ուզում էր իր իշխանությունը պահել, պայքարում էր դրա համար եւ պայքարում էր ամեն գնով, ողջ ներուժը օգտագործելով, թե մարդկային, թե քաղաքական, թե ադմինիստրատիվ եւ այլ։ Եվ կար ընդդիմություն, որ ուզում էր վաղարշաբաթում փոխել իշխանությունը, որ հետո երկրում էր փոխել իշխանությանը, գար իշխանության։ Այստեղ մասնակցում էինք մենք, որ ոչ իշխանություն ենք, ոչ էլ գնում ենք իշխանությունը փոխել։ Եվ երբ որ ասում են այ արևմտամետ ուժերը, ես ուզում եմ հասկանամ այդ արևմտամետ ուժերը, բացի մեզանից ինչի չէին մասնակցում։ Իրենք այդ մասնակցության մեջ հաղթանակ ասելով ի՞նչն են հասկանում հաղթանակ։ Այսինքն մտնում են գործող իշխանությանը փոխելու եւ գալու իշխանության, թե այլ նպատակով են մտնում։ Կոնկրետ մենք մասնակցում էինք, որ Հայաստանը գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք չդառնա գուբերնիա։ Մեր հայտարարության մեջ մասնակցության հենց դա կար։ Այո, Գյումրի 2 թույլ չտալու համար։ Եվ մենք դրան ասանք։ Այո, եւ հեշտեգներում էլ էինք այդ գրում, եւ ընդհանուր առումով այս ընտրություններում մենք ասեմ մեր համեստ լուման ունեցանք, որպեսզի Գյումրի 2 չդառնա։ Թե արևմտյան արժեքներ ունեցող մյուս կուսակցությունները ինչի չմասնակցեցին, չգիտեմ։ Օրինակ ինչի կարող էր ռուսական ազդեցության 6 կուսակցություն մասնակցել, իսկ արևմտյան ազդեցության մի կուսակցություն մասնակցեց։ Կամ եթե չէին մասնակցում, իրենք ինչի չէին պաշտպանում մեզ կամ ԿՊ-ի տեխնացուին։ Վերջի վերջո այդ արևմտյան ձայները, ինչի իրենք հաշվում են այսքան տոկոս է եւ համարում են, որ մենք այդ տոկոսի շատ քիչն ենք հավաքել, այդ արևմտյան ձայները բաժանվում են մեր եւ ԿՊ-ի մեջ, չէ։ Իրենք երկուսից մեկին պիտի աջակցեին։ Եվ այս առումով նորից ուզում եմ անդրադառնալ շնորհակալություններին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Խուրշուդյանին, Ստեփան Սաֆարյանին,
Ազատին Արշակյան։ Եվ Ազատ Արշակյանին, որ առաջին օրվանից նաև շտաբ էր գալիս, որը նաև իսկապես այդ ձեր ասած այդ հենման կետից է անկախության Հայաստանի ինքնիշխանության հենման կետերից, ում պետք է գնահատել բոլոր առումներով։ Եվ այս համատեքստում ես համարում եմ, որ այն խնդիրը, որի համար մենք մասնակցում էինք, այդ խնդիրը լուծվեց։ Կար երկրորդ խնդիրը, որը գաղափարական խնդիրն է, որում կան քաղաքական ուժեր, որոնք Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ, կա իշխանություն, որը տեսնում է Հայաստանի ապագան տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական իմաստներով բալանսավորման մեջ, այսինքն բոլորի հետ հարաբերությունները պահելու, եւ կան մենք եւ այսպես ասված արևմտյան ուժեր, որոնք տեսնում են, որ այդ խնդիրները բալանսավորման դաշտում իրականացնելով ժամանակ են կորցնում եւ այդ ժամանակի կորուստը կարող է մեր վրա թանկ նստել եւ մեզ անհրաժեշտ է թրիշկային զարգացում եւ այս առումով համար մեկ խնդիրը ինչ ունեն արևմտյան ուժերը դա այն է որ առաջին հերթին թույլ չտան որ 2026 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը գոնե այս եղածից չփոխվի դեպի ռուսական Այսինքն համար 1 խնդիրը պիտի ես լուծել։ Համար 2 խնդիրը ունենալ այնքան ազդեցություն, որ արտաքին քաղաքական կուրսը դեպի արևմուտք լինի ավելի արագ եւ այդ ուղղությամբ արվող քայլերը լինեն ավելի հստակ ու ավելի որոշիչ։ Եվ այս առումով մենք մեր քարոզչությունը արել ենք այդ համատեքստում ամբողջությամբ, կիրառելով քարոզչական հնարավորությունների բոլոր մեխանիզմները։ Մենք դահլիճային հանդիպում ենք ունեցել 350 մարդ տեղավորող դահլիճում, որտեղ մոտ 400 մարդ կար Երևանում, պատանի հանդիսատեսի թատրոնում նկատի ունեմ, Քարոզարշավից առաջ, եւ ունեցել ենք վերջում երթով, երբ որ մեր այդ հանդիպումը փչացնելու համար Մայր Հայաստան անվանվող կուսակցությունը դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով ու դահլիճում տեղեր ուզելու, իրենք էլ չէին եկել դահլիճ, ուղղակի այնքան որ մենք այդ չանենք։ Գուցե դատար կաթոռները հենց իրենց բնութագիրն են։ Իրենց բնութագիրը Ռուսաստաններում տարբեր ամբիոններից Հայաստանի հասցեին ինչ-որ բաներ խոսելն է, նաև այդ դատարկ ամբիոններն է, նաև հերոստաբանավեճերի դեբատների չգնալն է, տեխնացուն դեբատների չի մասնակցում, 1-2 գյուղում գյուղապետ են գտնում, նշանակում են այդ գյուղապետերով գնում խնդիր են լուծում իրար մեջ բաժանալով, իսկ ընդհանուր առմամբ եթե նայեք այդ կուսակցությունը Էշմիածին քաղաքում Վաղարշապատում կոնկրետ մեզանից անհամեմատ քիչ ավելի ձայն է հավաքել եւ այնտեղ մենք հաղթել ենք, այսինքն ուզում եմ ասել, որ այ գլոբալ այդ խնդիրը, որ 2026 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը չփոխվի, արևմտամետ ուժերը լուրջ անելիք ունեն, շատ լուրջ անելիք ունեն, ու այդ լուրջ անելիքը անելու միջոցը Հայաստանի այսօրվա գործող իշխանությունների հետ է, որովհետև այն մեխանիզմները, ինչը Ռուսաստանն օգտագործեց Ռումինիայում, ինչը օգտագործեց Մոլդովայում, նաև Վրաստանում այդ մեխանիզմը, այդ այնքան ահռելի մեխանիզմ է, հայրաքելական եկեղեցուց սկսած 3 նախագահներ, Ռուսաստանում փող աշխատած մեծահարուստներ, Հայաստանից Ռուսաստան առաքումներ անող տնտեսական կապիտալ, Հայաստանում գործող արդյունաբերական ձեռնարկություններ սկսած Քաջարանից նաև եզև ասեմ, ազգային անվտանգության աշխատակիցների որոշակի տոկոս, բանակի որոշակի տոկոս, որոնք սովորել են Ռուսաստաններում, լրատվական դաշտի 80%, այդ մեխանիզմի դիմաց առնելու առանց գործող իշխանության ունեցած գործիքակազմը օգտագործելու որևէ արևմտյան ուժ չի կարող։ Բայց կա արևմտյան դաշտում այդ գիտակցությունը, արևմտյան ուժերի դաշտում այդ գիտակցությունը, որտեղ ես որքան հասկանում եմ, գուցե իմ գնահատականը հիմա մի քիչ հոռետեսական հնչի, այնուամենայնիվ անելիքի որոշակիություն չկա։ Գիտեք ինչ, այդ որոշակիության առումով տեսեք, ինձ զարմացնում են տարբեր մարդկանց մոտեցումները, որոնք փորձում են խորհուրդներ տալ, որոնք կուսակցական գործը նույնիսկ ներքիդ կուսակցական խոհանոցից չեն հասնում։ Պատկերացում չունեն, այո։
եւ այստեղ կար մեկը, ով համարում էր, որ մեր վարած արտաքին քաղաքականությունը թուրքական կամ թուրքամետ արտաքին քաղաքականություն է եւ որոշել էր մեր կուսակցության հախից գալ եւ գալ մեր կուսակցության գրասենյակ եւ նռնակ նետել։ Հիմի արևմտյան թևում պարզվում է շատ ավելի բարի են, ասում են չէ, արեք դուք մի մասնակցեք, չեն ասում Նռնակ կնետեն։ նռնակ կնետեն, ասում են արեք դուք մի մասնակցեք, որ մենք ճանապարհ ունենանք։ Ես էլ ասում եմ այդ ճանապարհը բաց է, ինչն էր ձեզ խանգարում, վաղարշապատում գայիք ու աջակցեիք, ասենք Արգիշտի Մեխակյանին։ Ինչի մենք վաղարշապատում մտանք այդ ընտրության մասնակցելու, որովհետև արևմտյան արժեքներ կրող որևէ ուժ չմտավ այդ պայքարի մեջ, չգնաց այդ պայքարի մեջ։ Ես բոլորն էլ գիտեն, որ ես Արգիշտին չեմ ճանաչում, չեմ շփվել ոչ մի անգամ, բայց ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Մեխակյանի հետ, նրա հոր հետ։ Եվ շատ ուրախացա այս հանդիպումների ժամանակ, երբ որ տեսա, որ տղան հոր նման պարտաճանաչ մարդ է, գենը գեր կարևոր բան է։ Եվ մարդկային առումով բացարձակ չէի էլ ուզում, որ մենք այնտեղ մասնակցենք ու մրցակցություն ունենանք իր հետ։ Բայց մենք մասնակցեցինք, ինչի՞։ Որովհետև այդ արևմտյան այդ գաղափարախոսությունը, որ այդ 6 կուսակցությունով հարձակվում եք մեկի վրա, այդ չի կարելի։ Բայց իրենք չէին հասկանում, որ այդ չի կարելի։ Իսկ եթե հասկանում էին, որ չի կարելի, ինչի՞ մեզ չէին օգնում, կամ քաղաքացիական պայմանագրին չէին օգնում։ Թե սպասում են, որ այս ընտրությունները վերջանա ու, չգիտեմ, Հայաստանի հետագա զարգացումների եւ ներքաղաքական ճարտարապետության մասին Տրակտատ գրել։ Ես օրինակ Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարական ֆակուլտետն եմ ավարտել եւ ճարտարապետությունից գլուխ եմ անում ու երբեք նման գլուխ կոտրուկներ չեմ անում իմ ունեցած այսքան փորձի հետ, որովհետեւ կյանքը իր ընթացքն ունի, իր հոսքն է տանում։ Ավելին ասեմ, տվյալ մարդը, որ այդ խորհուրդը տվել է, ես անպայման իր խորհրդին կհետևեմ։ Ես ցանկացած խորհուրդ հաշվի եմ առնում։ Ես երբեք էլ իմ կյանքի նպատակը չեմ համարել ազգային ժողովի падգամավոր լինելը։ Ես 3 անգամ Քանի անգամ եք մանդատ Այո, 3 անգամ ազգային ժողով ընտրվել եմ, 2 անգամ ուղղակի ազգային ժողով չեմ գնացել, մեկի դեպքում ընդհանրապես հրաժարվել եմ, մյուսի դեպքում ուղղակի բոյկոտել եմ, գումարներն էլ փոխանցել եմ Հրանտ Մաթեոսյանի ֆոնդին եւ Պաշտպանության բանակի սոցիալական ֆոնդերին, այնպես որ իմ խնդիրը ազգային ժողովի падգամավոր դառնալը չի ու ես դրա համար չեմ պայքարում։ Ես կարծում եմ, որ նրանց խնդիրը ոչ այնքան հանրապետություն կուսակցությունն է, պարզապես իրենք թիրախավորում են հանրապետություն կուսակցությանը, որովհետև հասկանում են, որ հանրապետություն կուսակցությունը այսօր գլխավորում է արևմտամետ ասեմ, թե ինչ ասեմ, բուն խորքում հենց իրականում հայամետ, հայանպաստ շարժումը։ Եվ իրենք իրենց չեն տեսնում, չեն գտնում իրենց տեղը դաշտում, որովհետև որևէ խոչընդոտ իրավական, քաղաքական, տնտեսական կարծում եմ չկա։ Բացեք ձեր կուսակցությունը, հռչակեք ձեր գաղափարները, գնացեք ձեր ճանապարհով, ինչ է նշանակում դուք հեռացեք, մեզ ճանապարհ մաքրեք, դա աբսուրդ է։ Մեղմ ասած աբսուրդ է։ Եվ այնուամենայնիվ աբսուրդայնությամբ հանդերձ դա ընկալումն է, դա ընդունումն է հանրապետություն կուսակցության դերի ու նշանակության։ Ես այդպես եմ պատկերացնում։ Նախ ասեմ, որ արևմտյան գաղափարախոսություն կրելը նշանակում է, որ դու պիտի հարգես մարդու իրավունքները, դու պիտի հարգես կրոնական իրավունքները, դու պիտի հարգես քաղաքական կուսակցություններին նրանց որոշում կայացնելու իրավունք։ Այո։ Սա է արևմտյան, իրական արևմտյան Արժեհամակարգի հիմքում։ Եվ պիտի ասեմ, որ մենք այդ թիմերի հետ մրցակիցներ չենք, մենք համախոհներն ենք։ Մենք ավելի շատ համախոհ ենք այդ թիմերի հետ, ովքեր լրիվ արևմտյան գաղափարախոսություն կրող են, քան իշխանության հետ, որ բալանսավորման կրող է։ Եվ ես չեմ հասկանում այն հրճվանքը, որ թիմերն ունեն, որ այ տեսեք, չանցակ, որտեվ չմիավորվեցին 13 ձայնով։ Մենք նախ չենք անցել ընդամենը 13 ձայնով եւ պիտի ասեմ, որ քանի որ անվավեր քվեաթերթիկները 150 եւ ավելին էին, մենք այդ պատճառով ենք բողոքարկել ու այսօր
նաև որոշակի տեղամասեր բացում են, որովհետև եթե մեզ չի բավարարում 13 քվեաթերթիկ, կարող է այդ անվավերների մեջ որոշակի սխալներ լինի եւ երրորդ համարներ գոնե 13 հատ անվավեր կլինեն շատ լավ չեն լինի, մենք նաև ասեմ, որ մենք բոլոր տեղամասերում ունեցել ենք վստահված անձիկ եւ մեր վստահված անձիկ բողոքներ չեն ներկայացրել։ Մենք ընտրությունների արդյունքները կասկածի տակ չենք դնում, մենք ուղղակի անվավերների այդ քանակի ու մեր 13 անճշտությունների համար է, որ փորձում ենք բարձել կարող են լինել անճշտություններ, թե չէին կարող լինել։ Եվ երկրորդ հանգամանքը հետևյալում է, որ այս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երկարևոր նշանակություն են ունենում ոչ թե այն մարդիկ, ովքեր որ քաղաքական գաղափարներ են ասում։ Տեսեք, ասենք, այդ որ ասում են միավորման համատեքստում, որ միավորվենք ավելի մեծ շատ մարդիկ լինեն։ Օրինակ Մայր Հայաստան թիմում քաղաքական այդպիսի դեմքերում Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են կամ Վաղարշապատում ճանաչում են կամ նրանք քաղաքական տեսակետ ունեն, որը Բանավիճի խնդիր է դարձել, չկան, բայց նրանք փաստորեն մեզանից 100 քանի ձայն ավել հավաքեցին։ Ինչու՞մն էր, որտեղ տեղում գյուղապետեր գտնվեցին, որոնք նախկին իշխանություններից էին, որոնք այս իշխանությունների ժամանակ գյուղապետ չեն, այսօրվա գյուղապետն էլ նախկինի համեմատ ավելի վատներ ու այդ գյուղապետերը կարողացան իրենց գյուղերում քվե վերցնել։ Այդ կարծում են մենք այդ գյուղապետերի տեղը չգիտեինք, իհարկե գիտեինք։ Ուղղակի այդ գյուղապետերը կատեգորիկ դեմ են այսօրվա իշխանություններին։ Իսկ առանց այսօրվա իշխանությունների հետ համագործակցելու մենք ռուսական այդ մեխանիզմի դեմ չենք կարող կանգնել։ Ցանկացած արևմտյան ուժի ոտատակ կտան, չեն էլ արտաշնչի, աչքերը չեն թարթի։ Նույնիսկ մեր ու քաղաքացիական պայմանագրի համատեղ աշխատանքի պարագայում 2026-ը շատ բարդ է լինելու։ Այս քաղաքական ճարտարապետները ճիշտ կանեն այդ ուղղությամբ մտածեն եւ այդ ուղղությամբ գործիքակազմ առաջարկեն, կոնկրետ մեզ ասեն, այս գործիքակազմով եկեք այս գործը միասին անենք, որտեղ մենք համախոհներ ենք։ Մենք մրցակիցներ չենք ու որևէ մեկի ճանապարհը չենք փակում, որևէ մեկի, առավել եւս երիտասարդության։ Դուք շատ սահուն անցաք 2026-ին։ Այնուամենայնիվ, ոնց պետք է մենք կարողանանք 2026 ընտրություններում ելնելով այն բոլոր փորձերից, որ 2021-ից հետո, նույնիսկ 2020-ի պատերազմից հետո, 2021 ասելով ես արտահերթ խորհրդարանական ընտրությունները նկատի ունեի, դրանից հետո այս բոլոր ընդդիմադիր շարժումների, վերկացլաուների, դեմադրության շարժումների, չգիտեմ ինչերի, Բաղրամյան Պողոտան Քյաբաբանոցի վերածելու, Դեմիրճյանի վրա վրաններ դնելու եւ այլն, ես ամեն ինչից հետո մենք ունենք պատկերացում, թե իրականում որն է Կրեմլի վկաների իրական ներուժը, ամենայնպես իմ կարծիքով իրական նրանց ներուժը ժողովրդի մասշտաբով փոքր է, որովհետև եթե իսկապես նրանք կարողանային այս ամբողջ ընթացքում կրիտիկական զանգված հավաքել, հաջողության կհասնեին, բայց ժողովուրդը չի գնում նրանց հետևից, ժողովուրդը գնում է խաղաղության հետևից, նրանց հետևից չի գնում, բայց ստացվում է, որ այնուամենայնիվ ընտրությունների ժամանակ, ընտրությունների պարագայում այդ բոլոր տարբեր ռազմավարություններ որդեգրելով, փոքր ուժերով հետո մի գետի մեջ համախմբվելու սկզբունքով, որ փորձեցին ու հաջողության հասան Գյումրիում, որ փորձեցին, բայց ձախողվեցին Վաղարշապատում, այդ մարտավարություն, ռազմավարություն իրար գումարելով, անելով, ես ուզում եմ հասկանալ, ով է այս պահին իրականում լինելու այդ ընդդիմության առաջնորդը, մարդ, որ նույնիսկ կուսակցություն չունի, թե փորձելու է ռեբրենդինգի գնալ, որովհետև սեփական հակառեյտինգը իր ռեյտինգից ամենայն դեպս ավելի բարձր է։ Եվ հաշվի առնենք նաև այն փորձը, քիչ առաջ դուք այդ ներկայացրեցիք, ինչ էր կատարվում Ռումինիայում, ինչ էր կատարվում Մոլդովայում, ինչ է կատարվել նաև հարևան Վրաստանում, դե ֆակտո այդ հիբրիդային պատերազմի բոլոր գործիքները Հայաստանի Հանրապետության դեմ շատ ավելի վաղ են գործարկվել, քան նույնիսկ այդ պետություններում։ Ես պատահաբար չէր, որ 2020-ի հիշատակում էի, պատահաբար չի, որ աշխարհիկ բոլոր իշխանությունների
իբրև ընդդիմություն իշխանությունների ձախողումից հետո նախկին իշխանությունների Կրեմլի հրահանգով հոգևոր իշխանությունն էլ փորձեցին ներառել ու ներառեցին այդ պայքարի մեջ։ Մենք ստանում ենք բավականին այսպես քաոտիկ, խայտաճամուկ վիճակ։ Ժողովուրդը ոնց է դրանից դուրս գալու։ Մենք կարողանալու ենք միջին վիճակագրական ընտրողին տեղ հասցնել մեր խոսքը, տեղ հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ եթե դու կորցնում ես ինքնիշխանություն, դու կորցնում ես ինքդ քեզ։ Ես կարող եմ ասել, որ վաղարշապատի ընտրությունները ինչ որ առումով ձերս ընդհանրական հարցի պատասխանը տվեցին։ Իմ անձնական կարծիքով, նաև երբ որ գումարում եմ այն 6 կուսակցությունները, որոնք մտել էին իշխանափոխության անելու նպատակով դրանց քվեները, այդ ամեն ինչը չի անցնում 40-45%։ Այսինքն կա 45% մարդ, որը այսպես ձևակերպեմ, տանել չի կարողանում Նիկոլ Փաշինյանին կամ նոր իշխանություններին։ Եվ կա 60% կամ 65% մարդ, որը տանել չի կարողանում նախկին իշխանություններին։ Եվ բնականաբար ընտրությունը գնում է այդ երկու թևերի մեջ, այսինքն մեր ժողովուրդը ընտրություն է կատարում այդ առումով։ Երկրորդ, մեր ժողովուրդը ընտրություն է կատարում անձերով։ 26 թվին քվեարկվելու է Նիկոլ Փաշինյանը, քվեարկելու է Արամ Սարգսյանը, քվեարկվելու է Գագիկ Ծառուկյանը, քվեարկվելու է Սամվել Կարապետյանի թեմից չգիտեմ ով, քվեարկվելու է Ռոբերտ Քոչարյանը։ Այս մակարդակում է լինելու բանավեճը, որը կարծում եմ շատ հետաքրքիր է լինելու։ Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչյանը կխուսափի այդ բանավեճից 26 թվականին եւ կարծում եմ, որ 26 թվականի ընտրությունները շատ հետաքրքիր են լինելու։ Ընդհանուր առմամբ այն 65%-ը, որը դեմ է նախկիններին, մեծ հաշվով իրենք արևմտամետ կամ դեպի Եվրոպա գնացող քաղաքական ուժերն են, եւ այս քաղաքական ուժերի հիմնական մասը 40 եւ ավելին, այս դեպքում 48%-ը տվեցին Արգիշտիին, 49%-ը տվեցին Արգիշտիին, ինչ առումով շնորհավորում եմ իրեն, շնորհավորում եմ քաղաքացիական պայմանագրին հաղթանակի առումով, եւ այս առումով մնացած այն 15-20%-ն է, որը հաջորդ ընտրություններում բաժին է հասնելու այդ արևմտամետ ուժերին։ Եվ այս համատեքստում նախկինները ում դենքով ուզում են հանդես գան, հոգևորականների, չգիտեմ, Ռուսաստանից եկած նոց մեծահարուստների, հայկական Իվանիվիշվիլիների, հանրային ընկալման մեջ ավելին չեն կարողանալու հավաքել։ Ու դրա պատճառը թե մեր ժողովրդի ինքնագիտակցությունն է, որտեղ մարտի 1 ենք տեսնենք այս պատերազմը 44 օրյայի եւ այդ պատերազմից հետո 2021 թվի ընտրություններ ենք տեսել եւ նաեւ ինչպես դուք ձևակերպեցիք, այո, մարդիկ խաղաղություն են ուզում։ Այնտեղ վտանգ են տեսնում, որտեղ այնտեղ ասում են, եթե դու հարևանների նկատմամբ ամբիցիա չունես, դու ոչինչ չունես։ Իսկ հարևանների նկատմամբ Մենք կգանք չեղարկենք։ այո։ Իսկ եթե հարևանների նկատմամբ ամբիցիա ունես, ուրեմն պատերազմ ես հայտարարում։ Ես էլ եմ ասել, ես էլ ամբիցիաներ ունեմ ու շատ լուրջ ամբիցիաներ ունեմ, բայց ես այդ ամբիցիաների իրացումը տեսնում եմ Հայաստանի տնտեսական պոտենցիալի եւ քաղաքական պոտենցիալի հզորացմամբ։ Ինչը չեմ տեսնում Ռուսաստանի հետ, որտեվ այսքան ժամանակ իրենց հետ էինք ու այդ պոտենցիալը չզարգացավ, ոչ տնտեսական առումով, ոչ քաղաքական առումով, մենք ծայրագավառ մնացինք, իսկ այն ծրագրերը, ինչ առաջարկում է Միացյալ Նահանգները, այդ ծրագրերով մենք միանշանակ այդ հնարավորությունն ունենք։ Եվ ի ուրախություն մեզ պիտի ասեմ, որ իմ ունեցած տեղեկություններով եկող ամսվա մեջ կամ Նիկոլ Փաշինյանը կայցելի Վաշինգտոն, կամ Վաշինգտոնից շատ լուրջ խումբ կգա այստեղ։ Դե ֆակտո այդ խմբի, այսպես ասած, առաջամարտիկները արդեն եկել են։ Խնդիրը ուրիշ է, խնդիրը արդեն այդ խումբը Նիկոլ Փաշինյանի հետ կստորագրի Թրիպի համաձայնագիրը իր ամբողջական համատեքստում անվտանգությունը ապահովելով եւ այլնով։ Եվ նաեւ այդ ուղեկցման խնդիրների հարցը կլուծվի, կարվի հիմնորդնեքը այդ ճանապարհի եւ նաեւ 4 նավահանգստի մասին է արդեն խնդիրը գնում, այստեղ նաեւ երկրորդ
ուրախացնող հանգամանքը կա, որ նախկինում եթե կար խնդիր Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների մոտեցումների մեջ որոշակի հակադրություն, որտեղ Միացյալ Նահանգները Միջինմիջանսկի կողմնակից էր, իսկ Եվրոմիությունը հյուսիս-հարավի, մասնավորապես մեր բարեկամ Ֆրանսիան, դրա համար հորինվեց խաղաղության խաչմերուկը, որ որևէ մեկը չնեղանա, հիմա Եվրոմիությունը հակված է թրիպում որոշակի մասնաբաժին գումար վճարել, այսինքն մասնակցություն ունենալ թրիպի շինարարությանը եւ Եվրոմիությունը շահագրգռված է 4 նավահանգստի առումով ամենամեծ շահագրգռվածությամբ, այսինքն մեղրի բնակիչները այդ տարածքի բնակիչների սոցիալական, քաղաքական, ընդհանուր այդ իրավիճակը ապահովության առումով ել ավելի կբարձրանա, սրանք շատ լավ լուրեր են, սրանք շատ լավ գործընթացներ են, որոնք մեր երկիրը տանում են զարգացման, իսկ ինչի է սկապեցի ձեր հարցի հետ, որովհետև նման խնդիրների լուծումը Հայաստանի Հանրապետության դեպի Ռուսաստան տանելու, դեպի նորից հինը տանելու, դեպի նորից Ռուսաստանի ծայրագավառը դարձնելու հնարավորությունները բազմակի անգամ կրճատում են, տա Աստված, որ այդ ստացվի։ Դուք հիշատակեցիք տրիպը, ես ուզում եմ այնուհեւ տրիպի մասին մի քիչ ավելի երկար անդրադառնանք, մասնավորապես այն առումով, որ տրիպը բոլոր դեպքերում այն հնարավորությունն է, որը ոչ միայն Հայաստանին է վերաբերում, որը բոլորին է վերաբերում եւ հենց տրիպի անվտանգությունը, բերած անվտանգությունը, տրիպի շահավետությունը ու տրիպի, ինչ ասեմ, ապագայականությունը հենց նա է, որ ընդգրկում է ամբողջ տարածաշրջանը եւ տարածաշրջանը բերում այլ պետությունների, այսինքն ստեղծում է մի փոխշահավետ իրավիճակ, որտեղ պատերազմը դառնում է ոչ ձեռնտու, որտեղ պատերազմը դառնում է գրեթե անհնար, հենց տնտեսապես։ Ու այս պայմաններում մենք մեր տնտեսությունը զարգացնելու ինչ շանսեր ունենք, լավ, տրիպը տրիպ, ճանապարհը բացվեց, հաղորդակցողները ասենք արդեն բացվել են, ասենք Թուրքիայի հետ սահմանն էլ ենք բացել, մենք մեր տնտեսությունը, մեր արտադրությունը չենք հասցնելու այն մակարդակին, որ ասենք այդ ճանապարհներով ոչ միայն օտար երկրներից ապրանքներ գնան, այլև մերը, բունը, հայկականը, մրցունակը։ Նախ ասեմ հետևյալը, որ ստորագրված երկկողմ համաձայնագրի 3-րդ կետն է տրիպը, եւ այդ հերթականությունը պատահական չի։ Առաջի կետը կիսահաղորդիչներն են, այդ թեմայով բազմաթիվ անգամներ եմ խոսել եւ մեր ժողովուրդը միջինվիճակագրական հայը արդեն ինչ-որ առումով կիսահաղորդիչների մասնագետ է դարձել։ Երկրորդ կետը դա վերաբերվում է էներգետիկային, էներգետիկ հզորություններին եւ պիտի ասեմ, որ էներգետիկ հզորությունները կապվում են արհեստական ինտելեկտի հետ, կապվում են Nvidia-ի այդ բերվող աշխարհի ամենախելոք համակարգչի հետ, կապվում են Արարատյան դաշտավայրի տեղեկատվական կենտրոն 2.4 միլիարդանոց այդ համակարգի հետ, որը պետք է հարուստ երկրները Ես զգում էի փակագծեր բացելու։ Հարուստ երկրները կապի Եվրոպայի հետ եւ այս երկուսի իրականություն դարձնելու առումով գործընթացները լայն թափով գնում են։ Դրանք բանակցություններ են, դրանք այցելություններ են, որոնք այսօր էլ էստեղ են, փոխպետքարտուղարն է այսօր Հայաստանում եւ բազմաթիվ այցելություն է ունեցել։ Դա բիզնես խմբեր են, դա անվտանգային խմբեր են։ Այս ուղղությամբ Միացյալ Նահանգները չի կանգնում եւ այս խնդիրները վստահաբար 2026 թվականի ընտրություններից հետո, ինչպես երկկողմ հաստատում է ստորագրված, որ 1 տարի հետո, այսինքն մի տարի ժամկետ, դրանք ել ավելի մեծ թափ կունենան։ Ես վստահ եմ, որ միայն կիսահաղորդիչների խնդրով, եթե Հայաստանը ամբողջությամբ գործընթացների մեջ տեղավորվի, իսկ Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը այդտեղ շատ մեծ է, ես այդտեղ կամ եւ ես այդ տեսնում եմ, Հայաստանի բյուջեն, չգիտեմ, 8 միլիարդից կարող է հասնել մինչև 200 միլիարդի։ Այդ այն թռիչքայինն է, որ վագրի էլ չէ, չգիտեմ, շատ ավելին է, իսկ 200 միլիարդ բյուջե ունեցող Հայաստանը տարածաշրջանում լրիվ այլ երկիր։ Այդքան Իսրայելի բյուջեն է, ես հավատում եմ դրան, ես ամեն ինչ անելու եմ, որ դրան հասնենք, եւ ես ու մեր կուսակցության
այդ գործնեությունը տեսնում ենք այդ համատեքստում եւ պատրաստ ենք համագործակցել արևմտյան ազդեցություն ունեցող ցանկացած քաղաքական ուժի հետ, թող ձևավորվեն, թող փորձեն մասնակցություն ունենալ, թող որոշակի առաջարկություններ անեն, թող հանրային ընկալում ունենան, թող մտնեն դաշտ, մրցակցությունը լավագույն բանն է, ինչը առաջարկում է ժողովրդավարությունը եւ արևմտյան արժեքները։ Մենք կողմ ենք մրցակցության նաեւ համախոհների հետ։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստատողներ, հենման կետում այսօր իսկապես հենման կետներ։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք հյուրընկալել Արամ Սարգսյանին եւ ուզում եմ նրանից խոստում կորզել, որ սա այս ստուդիայում առաջին, բայց ամենևին ոչ վերջին հարցազրույցն էր։ Խնդրում եմ բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք։ Այնուամենայնիվ, սա ձեր հենման կետն է։ Բարի աշուն ձեզ։